Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ն սկսում է իր առավոտյան ծրագիրը։ Շնորհակալ եմ, որ մեզ միացել եք։ Իսկ մենք պատրաստ ենք ապահովել ձեր դրական եւ բովանդակալից եթերը։ Ասեմ, որ Neuralink ընկերությունը առաջին անգամ մարդուն կփոխպատվաստի տեսողական իմպլանտ։ Սարքը նախատեսված է ամբողջովին կույր մարդկանց տեսողությունը վերականգնելու համար։ Դա կարող է տեղի ունենալ 2025 թվականի վերջին։ Դա հաստատել է միլիարդատեր Իլոն Մասկը, որին է պատկանում Neuralink ընկերությունը։ Իլոն Մասկի խոսքով սկզբում պատկերի որակը ցածր կլինի, ինչպես աթարի խաղային հարթակների գրաֆիկան, սակայն ապագայում սարքը թույլ կտա տեսողություն ունենալ ինֆրակարմիր եւ ուլտրամանուշակագույն սպեկտրում եւ կկարողանա ընդունել ռադարի ալիքի երկարությունը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր երկու հյուր, իսկ մինչ մեր հյուրերի ներկայացնել առաջարկում եմ լսել հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ այսօր արդեն ներկայացնեմ մեր հյուրերին ջութասնագրքի ռեկորդագիրներ Արմինե Գասպարյան եւ Մարգարիտա Մինասյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալ ենք մեր հրավերքը ընդունելու համար եւ այսօր արդեն խոսելու ենք ձեր նոր ռեկորդից։ Փոքր կպատմեք ինչ թեմայով է եղել ձեր ռեկորդները։ Ուրեմն մենք ունեցել ենք մի քանի ռեկորդներ եւ այս անգամ որոշեցինք, որ մեր ռեկորդը պետք է նվիրված լինի հենց մայրության եւ գեղեցկության օրվան եւ խոսեցինք պարոն Թովմասյանի հետ, հասկացանք, որ այս մի ռեկորդը արդեն պետք է միասին սահմանենք։ Իսկ ինչ թեմայով է եղել, կարողանում եք հակառակ ուղղությամբ արտասանել, բանաստեղծ երգել։ Իսկ ինչպես հասկացաք, որ ունեք այս ունակությունը։ Իսկ երևի խոսենք ձեզ հետ Արմինեջի։ Փոքր ժամանակ, դեռ 7-8 տարեկան էի, քանի որ տեսողական հիշողությունս լավն է, բառերը մտքիս մեջ գրում էի, վանկատում ու այդպես արդեն խոսում էի, իսկ հիմա արդեն հիշում եմ։ Իսկ դա հատուկ մարզումների արդյունք է, թե հնարավոր է նաև լինի բնական տաղանդի արդյունք։ Բնական տաղանդ։ Իսկ դուք Մարգարիտ։ Ես չեմ սկսել շատ վաղուց խոսել, արդեն 3 տարի է ինչ խոսում եմ հակառակ։ Սկզբում բառերն էի արտաբերում, չնայած դա իմ մոտ կարճ տևեց, քանի որ առանց բարդությունների միանգամից կարողացա խոսել թե բանաստեղծություններ արտաբերել հակառակ եւ թե արտահայտությունները եւ որոշեցի, որ պետք է դիմեմ ջութասնագրքին եւ պարոն Թովմասյանի շնորհիվ գրանցեցի իմ առաջին ռեկորդը։ Իսկ առաջին բանաստեղծությունը, որ եղել է արտասանել եք հակառակ ուղղությամբ, կարող եք հիմա ասել եւ ճիշտ է, եւ նաեւ հակառակ ուղղությամբ։ Երկուսինս էլ նույնն է եղել, ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը։ Ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում։ Մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում։ Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման, ու նայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Սեի միշունեի նեցայա մահավերան դրաբ մեմուրիս, ռեմնի իզազ նամանապխով ծամակացուլ դրաբ մեմուրիս, նամանանդրի իրեն կեղած վերի դրավը լյուբ նմրա, ու նայրիան իրեն կիջղան ու կուճազեն դրաբ մեմուրիս։ Ձեր երկուսն էլ նույնն է լինելու, իսկ այդ նոր ռեկորդը, որ պետք է սահմանեք կրկին բանաստեղծություն է լինելու, թե արդեն ասეთ նշեցիք, որ երգ է լինելու, իսկ կա տարբերություն երգի եւ դժվարությունը ինչու՞մ է կայանում երգի կամ բանաստեղծության։ Ինձ համար չկա, դժվարությունը կայանում է նրանում ավելի շատ լեզուների հարցում, անգլերենով ու ռուսերենով երկուսս էլ կարողանում ենք։ Մի ռեկորդը նաեւ անգլերեն ենք սահմանում, մայրիկներին նվիրված բանաստեղծություն։ Եվ խոսում ենք անգլերեն։ Ես նաև ցանկանում եմ մյուս ռեկորդը գրանցել հենց գրապարով եւ հասկացանք, որ պետք է հենց նվիրված լինի անգլերեն եւ հայերեն լեզուներով մայրության եւ գեղեցկության օրվան։ Իսկ կա արդեն ընտրված երգը, որն է լինելու։ Այս բային եթե կհիշեք, կարող եք նաեւ երգից մի փոքր տող հնչեցնել։ Արմինեն կերկի։ Կարող եք հավասար, եթե ռեկորդը լինել, նաև կարող եք եւ երգել եւ նաև ասել թե ոնց ծանոթացեք եւ ինչպես որոշեցիք, որ միասին սահմանեք այդ նոր ռեկորդը։ Ուրեմն դա պատմենք, հետո արդեն
Ուրեմն, երբ որ ես արդեն ցանկանում էի գրանցել իմ երկրորդ ռեկորդը, ցանկանում էի գրանցել գրաբարով, ռուսերենով եւ անգլերենով, դիմեցի պարոն Թովմասյանին եւ նա առաջարկեց, որ այս ռեկորդը գրանցենք ես ու Արմինեն միասին։ Մոտավորապես 1 ամիս առաջ մենք հանդիպեցինք եւ որոշեցինք, որ պետք է ընտրենք անգլերենը եւ հայերենը, իսկ Արմինեն արդեն քանի որ ունի ձայնային տվյալներ, նա կերքի։ Ինչպես նշեցինք մայրիկների մասին, միանգամից հակառակ երգեմ։ Զարեյ, զարեյ, ու դրևնամին Սեյ, զեք մուրիս մե ամամ Մուրախշասյա ուտկայիմ սե, ունութրամին կաչարը նուկնայք սե զեք մուտշապ մե ամամ Զնիրամա օքրես գրեյ է, ունիկո օքրեզեիտ է, ունյայիմ մատպսեպնյա սեպչնի ամի Կարծես կռահեցի, թե որ երկը կարող մայրիկ Արամեի կատարված իսկ որքան ժամանակ է տևում սովորելու համար, ինչքան ժամանակ է ձեզանից խլում։ Հիմնականում շատ կարճ, իմ մոտ ավելի հեշտ ընկալվում է հարցերենը, հակառակ խոսելը, հայերեն ավելի բարդ է ստացվում, քան հակառակ խոսելը, դա ավելի արագ եմ ընկալում։ Իսկ առօրյայում առանց նախապես մտածելու հնարավոր է արդեն կարողանաք միմյանց հետ շփվել հենց հակառակ ուղղությամբ բառերը աչից ցախ արտասան։ Ինձ է դա հատուկ արդեն պետք է checkboard։ Բայց եթե արտահայտությունները մի անգամից ստացվում է, թվում է որ միմյանց կհասկանանք։ Իսկ ամենաբարդ նախադասությունը կամ բառը որ եղել է որ սովորել եք, ո՞րն է եղել։ Իմ բառը եղել է արևա ճաճանչա փայլատակությունը, նույնիսկ կատալիա, պաշնաճա ճայևրա։ Նույնն է եղել։ Իսկ առաջին անգամ երբ որ որոշել եք կիրառել այս ռեկորդը սահմանել, ով է ձեր մեջ նկատել այդ տաղանդը, ինչպես են խորհուրդ տրվել ձեզ։ Առաջինը ես ինքս եմ նկատել, բայց չէի մտածում, որ նման հաջողությունների կհասնեմ։ Հետո արդեն երբ որ սկսեցի պատմել, ինձ ընտանիքի անդամները, ընկերներս խորհուրդ տվեցին, որ արդեն տեղադրեմ սոցցանցերում ու այդպես ստացվեց ինձ մոտ։ Իսկ ահա նաև ձերը ինձ մոտ ես եմ նկատել իմ տաղանդը, սկզբում ուղղակի դասարանում դաս ընթերցելիս ուղղակի չէի մտածում, որ հնարավոր է այսպես հաջողությունների հասնել, բայց ուղղակի բառերը հակառակ էի կարդում, հետո ես ինքս փնտրեցի եւ գտա հենց ջուցազնագրքի էջը եւ դիմեցի պարոն Թովմասյանին։ Նաև մի փոքր կպատմեք ձեր զգացողությունների մասին, ինչ զգացիք, երբ որ արդեն իմացաք, որ ձեր անունները գրվելու են ջուցազնագրքում։ Տպավորությունները, էմոցիաները ուղղակի անկառավարելի էին, ես շատ էի ուրախացել, որովհետև այդ երազանք ա եղել հաղորդումներին մասնակցելը, ինչ որ մի ձև նենց անեմ, որ իմ համար այնպիսի քայլեր անեմ, որ ինձնով հպարտանեն։ Ինձ համար նույնպես շատ ուրախալի լուր էր, երբ որ ես լսեցի, քանի որ ընդհանրապես չէի մտածում, որ ես կարող եմ հայտնվել Հայաստանի ռեկորդների գրքում կամ ինչ որ հաջողություններ գրանցել։ Նաև կասեք, քանի տարի է, որ արդեն զբաղվում եք այս ուղղությամբ, քանի ռեկորդ եք սահմանում, դուք երկու, դուք նոր առաջինն եք։ Իսկ ձեր երկու ռեկորդներն եղել են նույն թեմայով, թե այլ ռեկորդ։ 3 ռեկորդ եմ սահմանել։ Առաջինը հակառակ խոսելու համար հենց ես Մանուշ Հայաստանին ինչպես նշեցի, երկրորդ ռեկորդը Պարուս Սևակի Քիչենք հայցայինք բանաստեղծությունը ու անգլերեն բանաստեղծություն, երրորդն էլ Տունիմ հայրենի երգն եմ երգել հակառակ։ Իսկ մտադրություն ունեք սահմանել նոր ռեկորդներ, որոնք այլ թեմաներով կլինեն, ոչ թե օրինակ միայն հակառակ ուղղությամբ, այլ մտքեր ունեք։ Դե չեք որոշել ինչ։ Իսկ ունեք սիրելի բառ, որոնք արտասանելիս, որոնք առաջին անգամ արտասանել եք եւ հենց դա եք սիրում, որ թարս արտասանելս ավելի գեղեցիկ է լսվում։ Առաջին անգամ շախմատ բառն եմ արտասանել ու այդտեղից արդեն տամխաշ, այդտեղից արդեն հետաքրքրություն է առաջացել, մնացած բառերը ոնց կլինեն ու արդեն սկսել եմ խոսել։ Ես չեմ հիշում, որ բառն եմ առաջին անգամ արտաբերել, չնայած բոլոր բառերը արտաբերելիս արդեն ինձ համար այդ հաճելի զգացողություն է եւ հենց այնպես կոնկրետ բառ չունեմ, որ ինձ շատ է դուր գալիս։ Իսկ հետագայում արդեն մտածում եք ձեր մասնագիտական ինչ որ ուղղության մեջ նաև կիրառել այս ունակությունը, թե այլ ուղղություն եք ընտրել մասնագիտական։ Այլ ուղղություն է, բայց հաստատ ավելի հաջողությունների կհասնենք։ Երկուսինս էլ այլ ուղղություն է։ Չնայած ես որոշ ժամանակ մտածում էի այս ուղղությամբ, երբ որ գրանցվեցի ջուցազնագրքում, սակայն դեռ չեմ մտածել այդքան երկար։
Իսկ երբ որ մարդիկ առաջին անգամ լսում են, միանգամից կարողանում են մոտավորապես կռահել, թե ինչ նախադասություն է կամ ինչ բառ է կամ ինչ երգ է, թե պետք է ճիշտ ուղղությամբ նորից ասել, որպեսզի մարդիկ ընկալեն։ Չէ, նմանեցնում են ավելի շատ ուրիշ լեզուների, քան մտածում են, որ հայերենի հակառակ ենք ասում։ Ընդհանրապես, ես որ արտաբերում եմ, փորձում են հասկանալ, ամենաշատը հենց դասարանում, քանի որ դասարանում եմ շատ խոսում, սակայն այդպես էլ չեն հասկանում։ Իսկ ամենաբարդը հայերենով ասել է, ռուսերենով թե անգլերենով, որ լեզվով է ավելի բարդ սովորելը։ Ինձ համար ռուսերենով։ Ինձ համար այդքան էլ բարդ չի ոչ մեկ, բայց երևի գրափար է, որովհետև մի քիչ դժվարացած սովորելուց։ Իսկ առաջին անգամ, երբ որ հարազատներ ընկերները լսել են, ինչ արձագանք են տվել, հետաքրքիր է իմանալ, ինչ արձագանք տվեցին նոր ձեր տաղանդի մասին։ Երբ որ իմացան, իրենց թվաց ես ոչ ճիշտ եմ արտաբերում, իրենց թվում էր, որ հնարավոր է սխալ ունենամ, սակայն իմ արտաբերելու ընթացքում հասկանում էին եւ ստուգում էին, որ սխալներ չկա եւ դրանով նույնպես հպարտանում էին։ Իսկ արդեն ունեք հետ ընտրած բանաստեղծություն կամ երգ, որը ցանկանում եք ապագայում նոր սովորել եւ կիրառել հակառակ ուղղությամբ ամենասիրելի բանաստեղծությունը կամ երգը, որը արդեն կա ցանկում, որ ցանկանում եք նորից սովորել հակառակ ուղղությամբ։ Գրափարով էլի, բայց բացի դրանից էլի սևակից ինչ որ մի բան։ Ես գրափարով արդեն իմ տեսանյութերը նկարահանվել են, ռուսերենով նկարվել են, անգլերենով նկարվել են ու հայերենով ավելի շատ է նկարվել ու ինձ թվում է, որ մի քանի բանաստեղծություն դեռ կա, որ կարելի է շարունակել նկարել։ Իսկ նաև խոսենք հետագա անելիքների մասին, բացի երբ է տեղի ունենալու այդ մրցույթը, որ երկուսով եք լինելու, այդ ռեկորդը երբ է սահմանվելու։ Կարող եք նաև հիմա սահմանել։ Կարող եք արտաբերելով մեր, արտասանելով մեր ընտրած բանաստեղծությունը, անգլերեն եւ հայերեն լեզուներով։ Այո։ Սկսենք անգլերեն։ Ինչպես նշեցինք, մեր ռեկորդը նվիրում ենք մեր մայրիկներին։ Այս բանաստեղծությունն ընտրված է հենց դրա համար, Պարուշ Սևակի Մոր ձեռքեր բանաստեղծությունն է։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, սիար եկրեց, ռոմր եկրեց, ծրուվանի ու ռոներ եկրեց։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Երեշնի սեսարով նեջ լերա սիար եկրեց, սիլև կասապ նեսնով լերապ սիար եկրեց, ռոմր եկրեց։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը։ Առաջնեկն է, երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել։ Ռեչնի սեսարով նեջ լերա սիար եկրեց։ Ռեչնի սեսալ ռովնեջ լերեսի արեքրեց, ասյուլ վեչնիմ սյուլնեջ լերավսի արեքրեց, կենջարայ բրեյրով լևնդ, արնդրադրա ոտակ լևնդ։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, զրկան կրել, հոգս են տարել այս ձեռքերը, ծով լռությամբ, համբերությամբ։ Ռեչնի սեսա ռովնեջ լերասի արեքրեց, ոց բումայցուրեբմա, քնագրս լերեք, նեքսո լերացի արեքրեց։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Երկինք պարզված սյուն են դարձել այս ձեռքերը, որ չփլվի իր տանսյունը, որդին կրվից դառնա տունը։ Ռեչնի սեսա ռովնենչ լերասի արեքրեց։ Քնիկրեից ավզրապ նույզն է լերացի արեքրեց, ռովիվ լուպուչրի նատ նույզ, նիդրով թիվրը կանատ նուտ։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, միջև տատի ձեռք են դարել այս ձեռքերը։ Այս ձեռքերը ուժը հատած, բա այս թորան հետ նոր ուժ գտած։ Ռեշնի սեսարով նեչլերը սիարեքրեց, ժուծատա ցյաբնարոտ դե, ռոնժուծատեք։ Անգլերենը կարող ենք արտադրել։ My dear mother, my sweet mama, I am so happy that you are in my life, that you give me birth from your heart. Եմ ռեդրդամ, եմ թիվսամա, միաուսի փատատ ուիրա նիամ ֆիալ, դադուի վիգիմ թրբ, մոր ֆրույթրա։ You did your best every hour and minute. We did right sepidveru adnatinim, trying to grow me up, gniard ud vorgimpa, trying to provide my way of life, gniard ud diavorebiamyev fofial, that you dreamed for me, daduid mirt rofim. Շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար եւ ձեր նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Մենք էլ շնորհակալ ենք։ Հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ այսօր խոսում ենք ջութանձնագրքի ռեկորդակիրներ Արմինե Գասպարյանի եւ Մարգարիտա Մինասյանի հետ։ Այս պահին դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։
Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ հաղորդման այս հատվածում նշեմ, որ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը առաջին արտոնագրերն է տվել ուղևորատար թռչող տաքսիների համար։ Սա վերջին փաստաթուղթն էր, որը անհրաժեշտ էր թռչող տաքսիների գործարկման համար։ Պեկինը վերջին ամիսներին մի շարք քայլեր է ձեռնարկել արագացնելու ցածր բարձրության վրա գտնվող տնտեսության զարգացումը, որը ներառում է տեխնոլոգիաներ, առաքման անօդաչու թռչող սարքերից մինչև թռչող մեքենաներ։ Իսկ հիմա առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին, ամենաճամփորդասեր հեռուստադիտողներին հարմար տեղավորվեն բազմոցներին, պատրաստեն սուրճ կամ թեյ, քանի որ հիմա այցելելու ենք մի երկիր, որը Հունգարիան է, Եվրոպայի սրտում գտնվող երկիրը, որը եզակի կերպով համադրում է հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը ու ժամանակակից զարգացումները։ Առաջարկում եմ միասին ծանոթանալ այս երկրի պատմության հետ։ Հունգարիա։ Հունգարիայի մայրաքաղաքը Բուդապեշտն է։ Այս երկիրը հաճախ անվանում են նաև Դանուբի Մարգարիտ, իր շքեղ ճարտարապետությամբ, կամուրջներով ու հմայիչ պատմությամբ։ Հունգարիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 9-րդ դարում, երբ մադիարները հիմնեցին իրենց թագավորությունը։ Բուդապեշտը, որն աշխարհում ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկն է համարվում, կառուցվել է Դանուբ գետի երկու ափերին։ Այն առաջացել է 1873 թվականին, երբ միավորվեցին Բուդան, Պեշտը և Օբուդան։ Մեծագույն արքաներից մեկը Սուրբ Իշտվանը համարվում է երկրի հիմնադիրը։ Այստեղ դեռևս պահպանվել են միջնադարյան ամրոցներ, հռոմեական ավերակներ ու բարոկկո ոճի պալատներ։ Հունգարական մշակույթը հարուստ է երաժշտությամբ, արվեստով ու գրականությամբ։ Ֆրանց Լիստի և Բելա Բարտոկի ստեղծագործությունները հայտնի են ողջ աշխարհում, իսկ հունգարական ժողովրդական երաժշտությունը պարում է հոգու վրա իր կենսուրախ ռիթմերով։ Բացի պատմական հարստությունից, Հունգարիան աչքի է ընկնում նաև իր գեղատեսիլ բնությամբ։ Բալտոն լիճը, որը հաճախ անվանում են Հունգարական ծով, զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։ Հունգարական պարլամենտը Եվրոպայի ամենագեղեցիկ շենքերից մեկն է, որը զարդարված է նեոգոթական ոճով։ Բուդդայի ամրոցը թագավորական նստավայրն է, որը դարեր շարունակ եղել է Հունգարիայի պատմության կենտրոնը։ Հունգարիայում կարևոր դեր ունեն ազգային տոները, որոնցից են մարտի 15-ը Հունգարիայի 1848 թվականի հեղափոխության օրը, օգոստոսի 20-ը Սուրբ Իշտվանի օրը, որը երկրի հիմնադիր եւ առաջին արքայի տոնն է։ Հունգարիայի քաղաքները շնչվում են պատմությամբ, իսկ բնությունը գույներով։ Անկախ նրանից դուք սիրում եք արկածներ, մշակութային հարստություն, թե պարզապես հաճելի վայրեր, Հունգարիան միշտ կհիացնի ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, եղանակը արևային է, պարզ մաքուր երկինք եւ նշեմ, որ այսօր ապրիլի 3-ին օրվա ընթացքում, ապրիլի 5-ին երեկոյան ժամերին եւ ապրիլի 6-ին գիշերը սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաեւ ամպրոպ, ապրիլի 4-ին 6-ի ցերեկը 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-ից 7-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաեւ Քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան։ Ապրիլի 2-ից 3-ին, 5-ից 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Իսկ հաղորդման այս հատվածը օգտակար խորհուրդներին է եւ միասին այսօր խոսելու ենք ազնվամորու մասին։ Ազնվամորին համարվում է ոչ միայն համեղ, այլ նաեւ չափազանց օգտակար հատապտուղ։ Այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով եւ հակաօքսիդանտներով, որոնք դրական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։ Ամրեցնում են իմունային համակարգը։ Ազնվամորին պարունակում է նաև վիտամին C, որը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը եւ մրցակցության կանխարգելմանը։ Պաշտպանում է սրտանոթային համակարգը։ Պարունակում է կալիում եւ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են արյան ճնշումը, բարելավում են արյան շրջանառությունը եւ պաշտպանում են անոթները։ Ազնվամորու մանրաթելերը նպաստում են աղիների ճիշտ աշխատանքին, կանխելով փորկապությունը։ Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, պարունակում է հակաօքսիդանտներ, պայքարում է
ազատ ռադիկալների դեմ։ Այս հատապտուղը նաև պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք օգնում են նյարդային համակարգի ճիշտ աշխատանքին, նվազեցնում են սթրեսն ու անհանգստությունը։ Չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին, որոշ մարդկանց մոտ ազնվամորին կարող է վնասակար լինել։ Ազնվամորին կարող է առաջացնել ալերգիա, հատկապես երեխաների մոտ։ Այն ունի բարձր թթվայնություն, ինչը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն գաստրիտ կամ ստամոքսի 12 մատնյա աղիքի խոց։ Այն կարող է իջեցնել նաև արյան ճնշումը, այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում օգտագործել ցածր ճնշում ունեցող մարդկանց։ Նաև խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամների խնդիր ունեցող մարդկանց, քանի որ ունի մի զամուղ հատկություն։ Իսկ հիմա նշեմ, որ խոսելու ենք մի մարդու մասին, խոսքը զգարի թերների մասին է և դրա շնորհիվ արդեն պարզ է լինում, որ մարդու մարմինը լի է անսպասելի գաղտնիքներով և որոշ մարդիկ իրենց բացառիկ հատկանիշներով ապշեցնում են ամբողջ աշխարհը։ Երբ խոսում ենք մարդկային մարմնի անսովոր կարողությունների մասին, դժվար է շրջանցել գարի թերներին։ Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես աշխարհի ամենաճկուն մաշկ ունեցող մարդը։ Եվ այս տիտղոսը հաստատել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք նրա պատմության հետ։ Երբ խոսում ենք մարդկային մարմնի անսովոր կարողությունների մասին, դժվար է շրջանցել գարի թերներին։ Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես աշխարհի ամենաճկուն մաշկ ունեցող մարդ և այդ տիտղոսը հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Էլհերս Դանլոսի համախտանիշ։ Այս վիճակը ազդում է մարմնի շարակցական հյուսվածքների վրա, թույլ տալով, որ նրա մաշկը չափազանց ձգվի առանց վնասվելու։ Սա նշանակում է, որ նա կարող է հեշտությամբ ձգել իր մաշկը նույնիսկ 15 սանտիմետր և առանց ցավի ձևափոխել այն։ Թերները իր յուրահատուկ հատկությունը ցուցադրել է ամբողջ աշխարհում։ Նրա ամենահայտնի ռեկորդներից մեկն այն է, երբ նա ձգել է իր որովայնի մաշկը 15.8 սանտիմետր, ինչը նրան ապահովեց տեղ Գինեսի ռեկորդների գրքում։ Նա բազմիցս մասնակցել է տարբեր հեռուստաշոուների, գիտական փորձերի և ցուցադրությունների, ապացուցելով, թե որքան զարմանալի է մարդկային մարմինը։ Գիտնականները երկար տարիներ ուսումնասիրել են գարի թերների օրգանիզմը, հասկանալու, թե ինչպես է նրա մարմինը դիմանում այդպիսի ծայրահեղ ճկունության։ Չնայած նրա մաշկը անսովոր ձևով ձգվում է, այն մնում է բավական ամուր, ինչը հնարավորություն է տալիս նրան ապրել առանց լուրջ առողջական բարդությունների։ Բայց Գարին միայն ռեկորդակիր չէ, նա դարձել է մարդկային մարմնի եզակիության խորհրդանիշը։ Բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել և միացել են մեզ։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք երերույքի տաճարի հետ, որը հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության բացառիկ օրինակներից է։ Այն համարվում է ամենահին կանգուն եկեղեցիներից մեկը Հայաստանում, որը թվագրվում է 4-ից 5-րդ դարերին։ Առաջարկում եմ միասին ծանոթանանք այս եկեղեցու պատմության հետ։ Երերույքի տաճարը վաղ քրիստոնեական կառույց է, հիմնվել է 4-ից 5-րդ դարերում։ Ըստ որոշ տեղեկությունների, տաճարը կառուցվել է հեթանոսական Մեհյանի ավերակների վրա։ Այն գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան գետի ձախ ափին։ Երերույքի տաճարն իր ճարտարապետական կառուցողական հորինվածքով իրապես եզակի կառույց է Հայաստանում։ Երերույքի տաճարն արժանացել է բազմաթիվ հայ և օտարազգի մասնագետների ուշադրությանը։ Չնայած այստեղ կատարված պեղումներին և ուսումնասիրություններին, տաճարը շարունակում է մնալ առեղծվածային և մինչև վերջ չբացահայտված, նույնիսկ անվան ծագման հարցում։ Տաճարն իր հորինվածքով է պատմում մեզ իր մասին, քանի որ արձանագրությունները սուղ են, իսկ պատմիչները մեզ անհայտ պատճառներով լռում են այս կառույցի մասին։ Եզակի արձանագրություն կա մուտքերից մեկի ձախ հատվածում։ Չնայած տաճարի կառուցումը ըստ մասնագետների համարվում է 5-րդ դարը, սակայն տարօրինակ կերպով այդ միակ արձանագրությունը կապված է 11-րդ դարի հետ։ Այն վկայում է, որ Բագրատունյաց Հովհաննես Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել տաճարի վերանորոգման համար։ Տաճարում սփռված քանդակազարդ քարերը վկայում են, որ դրանք պատկանում են վաղ քրիստոնեական շրջանին։ Ի հակառակ դրան միջնադարյան կամ ուշ միջնադարյան ճարտարապետության կամ շինարարական արվեստի հետքեր
գրեթե չկան, ինչից ենթադրում են, որ տաճարը զարգացել է վաղ քրիստոնեական շրջանում։ Նոր ուժով զարգացումը շարունակվել է 10-ից 11-րդ դարերում, ինչը պայմանավորված է եղել Անի մայրաքաղաքի ծաղկման հետ։ Մասնագետները պնդում են, որ երերույթի տաճարը մեզ հայտնի է վաղ քրիստոնեական շրջանի ամենամեծ կառույցն է։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Աստիճաններն ամբողջովին կառուցված են եղել մշակված մեծ քարերից, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են կամ ծառայել որպես շինարարական նյութ տեղացիների համար։ Սյունազարդ սրահների մասին են վկայում միայն սյուների ավերած բեկորները, իսկ ամբողջ ծածկից ոչինչ չի մնացել։ Խարիցքներն ու խոյակները քանդակազարդ են, ինչպես բնորոշ էր 5-րդ դարի ճարտարապետությանը։ Տաճարն ունի 3 մուտք, որոնք աստիճանների շարունակությունն են։ 2 մուտքերը գտնվում են հարավային կողմում, իսկ մյուսը արևմտյան։ Տաճարի հարավային կողմն իր գեղարվեստական գեղեցկությամբ տարբերվում է տաճարի մյուս ճակատներից։ Այն տպավորիչ է իր 2 քանդակազարդ դռների շնորհիվ, որոնք հիմա հազիվ կանգուն են մնացել։ Արևմտյան կողմն ունի 2 ոչ այնքան մեծ սենյակներ, որոնք նույնպես կիսաավեր են։ Անմխիթար է արևելյան կողմի խորանի վիճակը, որը ներսից ու դրսից ավերված է։ 2011 թվականի արշավախումբը պեղել է եկեղեցու հարավային եզրի հատվածը եւ նկատել վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ՝ Դամբարանադաշտ։ Այն շատ ընդարձակ է 7-ից 8 պատվանդաններով։ Վերջիներիս վրա բարձրանում են քառակող կոթողներ, դրանք կարող են լինել թե մահարձանային, թե խորհրդանշական հուշարձաններ։ Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան։ Տաճարի հարևանությամբ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Պատերի վրայի փորվածքները ասես նախատեսված են եղել նստելու կամ ինչ-որ առարկաներ դնելու համար։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարերի կտորներ, որոնք թողնում են սեղանի եւ թիկնակներով 2 աթոռների տպավորություն։ Սակայն պարզ չէ, դրանք նախկինում վերգետնյա կառույցներ են, որոնք ժամանակի ընթացքում անցել են գետնի տակ, թե ի սկզբանե կառուցվել են որպես ստորգետնյա շինություններ։ Մենք վերադարձանք եւ գիտեիք, որ Forbes-ը արդեն հրապարակել է դոլարային միլիարդատերների համաշխարհային վարկանիշը, որում ներառված են նաեւ հայկական արմատներ ունեցող մեծահարուստները։ 717-րդ տեղում 54-ամյա ռուսաստանցի գործարար Ալբերտ Ավդոլյանն է 5 միլիարդ դոլարով։ 1072-րդ տեղում 92-ամյա արգենտինահայ գործարար Էդուարդ Էրնեկյանն է 3.4 միլիարդ դոլարով։ 1141-րդ հորիզոնականը կիսում է Ռուսաստանաբնակ 59-ամյա Սամվել Կարապետյանն ու 57-ամյա Սերգեյ Գալիցկին 3.2 միլիարդական դոլարներով։ 2019-րդ տեղում 44-ամյա ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է 1.7 միլիարդ դոլարով։ Նաև հաղորդման վերջում նշեմ, որ Numbeo 2025 թվականի համաշխարհային տվյալների բազայի համաձայն Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը աշխարհի ամենաապահով երկրների ցանկում։ Ցուցակի առաջին եռյակում Անդորան է, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։